Հնչեց նամսեփյուր պարտեզում եդեմի Ծարերը մեմիկ երկերքեցի Հնչեց թախծաձայն կանչը Տեր Աստծո Ադամուրը Բարի լույս Աստծո ժողովուրդ Այսօրվա խոսքը քո համար քո նեղության ժամանակ Աստված քո սրտի Աստվածն է Դու ես իմ ապաստանը նեղությունից կպահես ինձ փրկության երգերով կպատես ինձ Սաղմոս 32:7 Մեր օրերում նեղությունները կարծես բոլոր կողմերից շրջապատել են մեզ Եթե տնտեսությունը անկում չի ապրում ուրեմն բիզնեսն է անկում ապրում կամ ընտանիքը կամ էլ առողջությունը բայց այնուամենայնիվ գտնվելով այս անհաղթահարելի թվացող խնդիրների մեջ Աստված խոստացել է որ կազատի մեզ Եթե ուզում ես որ Աստված քո նեղության ժամանակ քո Աստվածը լինի ուրեմն պետք է թույլ տաս որ նա քո սրտի Աստվածը լինի Աստված պատվում է նրանց, ովքեր պատվում են իրեն։ Եթե դու դժվարությունների առաջ ես կանգնած, մի սկսիր ոտքերով դոփել, աղաղակել ու խնդրել նրան, որ փրկի քեզ դրանցից։ Պատվիր նրան, մոտենալով իր խոսքին եւ անելով այն, ինչ նա է ասում։ Սաղմոս 34-ը շատ լավ խոսք է սկզբի համար։ Օրինակ, այն ասում է. «Փնտրիր Աստծուն»։ 4-րդ խոսք։ Երբ դու փնտրես նրան, նա կազատի քեզ այն ամենից, ինչ սարսափեցնում է քեզ։ Երկրորդ, այն ասում է, որ կանչես Տիրոջը եւ նա կփրկի քեզ քո բոլոր նեղություններից 6-րդ խոսք հաջորդը այստեղ ասվում է որ վախենանք Տիրոջից 11-14-րդ խոսքերում հստակ նշված է թե ինչպես է պետք անել դա պահիր քո լեզուն չարությունից եւ խաբեությունից հեռացիր չարից եւ բարին գործիր խաղաղություն խնդրիր եւ նրա ետևից գնա հիշիր եթե ուզում ես որ Աստված քո նեղության ժամանակ քո Աստվածը լինի ուրեմն թույլ տուր որ նա դառնա քո սրտի Աստվածը երբ դա անես ամբողջ երկինքը ներգրավված կլինի քո ազատագրման գործում եւ քո աղթանակը երաշխավորված կլինի այսօր կարող ես Աստվածաշնչից ընթերցել Սաղմոս 34-ը Աստված օրհնի ամենքից Կանչում է, կանչում, ընտրում է, սպասում, ադամ